Հայաստանում մեծ կազմակերպությունների կամ բրենդերի հետ աշխատելը միանշանակ բարդ ու երկար պրոցես է իրենից ենթադրում։ Կազմակերպությունները հաճախ չի, որ վստահում են սկսվող բրենդերին կամ առհասարակ անգամ տարիներ շարունակ գործունեություն ծավալող բրենդերին։ Որն է դրա պատճառը, ինչ եմ ես հասկացել 4 տարիների ընթացքում, կազմակերպությունները հաճախ ոչ միայն ռիսկի տակ են դնում, իրենց ֆինանսական միջոցները բրենդ պրոդուկտ արտադրելու ժամանակ, այլև ռիսկի տակ են դնում իրենց միջոցառման ժամանակ այդ պրոդուկտների ներկայանալի լինելը, որը իրենից ենթադրում է կազմակերպությունը պայմանական մասնակցում է միջազգային էքսպոյի, որի ժամանակ պետք է ներկայացնի համազգեստների միջոցով կամ այլ պրոդուկտների միջոցով իր ընկերության առաջիկա արշավը մարքեթինգային, եւ եթե արտադրող կազմակերպությունը հստակ ժամկետում պայմանական 1 շաբաթվա ընթացքում չի կարողանում ապահովել ամբողջ խմբաքանակը, չի կարողանում ապահովել տեխնիկական նկարագրին համապատասխան պրոդուկտներ, այս դեպքում ոչ միայն ֆինանսական վնաս է կրում պատվիրող կողմը, այլև ձախողվում է մի ամբողջ մարքեթինգային արշավ։ Սակայն այստեղ կարևոր մի հանգամանք կա, այն կազմակերպությունները, որոնք պատրաստվում են գնում կատարել եւ երկարաժամկետ համագործակցել, պետք է հաշվի առնեն, որ արտադրական process-ը լի է մի շարք ռիսկերով եւ հաճախ այն պրոդուկտները, որոնք մոքափների տեսքով, որոնք համակարգչի մեջ մենք տեսնում ենք, միշտ չի որ հնարավոր է իրականացնել եւ պետք է կարողանան արտադրողը եւ պատվիրող կողմը միասին գալ հաղորդակցման, միասին քննարկել, թե ինչ է իրենց անհրաժեշտ եւ ինչն է հնարավոր ստանալ տվյալ ժամկետում, տվյալ ֆինանսական միջոցների շրջանակում եւ տվյալ նյութերի շրջանակում, որը որ հասանելի է մեր ներքին շուկայում։ Իսկ եթե մենք ունենք պայմանական երկարաժամկետ համագործակցություն ու հնարավոր է պատվեր կատարել, ներկրել ինչ որ, չգիտեմ, խմբականակ կտորի կամ տպագրական նյութերի, այս դեպքում արդեն process-ը ամբողջությամբ փոխվում է։